Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, առանձնահատուկ գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ, Ռուսաստանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերներ են, Չինաստանի հետ բոլորովին վերջերս կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Ճապոնիայի հետ, Հնդկաստանի հետ, Իրանի, Վրաստանի մեր հարևանների հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ, բոլորովին վերջերս Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ, որոնց հետ մենք անկախությունից ի վեր չունեինք դիվանագիտական հարաբերություններ, հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ եւ անխուսափելիորեն այս խաղաղության process-ը կբերի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր անմիջական հարևանների հետ նույնպես դիվանագիտական հարաբերությունների կնքման եւ խաղաղության հաստատման, երկարատև կենսունակ խաղաղության, սա ինչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ, սա ինչ է, եթե ոչ երկխոսող, խաղաղ, ազատ եւ անկախ իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ։ Ես ընդհանրապես նշեցի զարգացումների մի փոքր մասը, բայց խաղաղության այս ճանապարհը ապահովելու է նաև գործարարների համար, քաղաքացիների համար կենսունակ միջավայր եւ արդեն իսկ ապահովում է եւ ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ եկեք պահենք, փայփայենք այն ինչ որ մենք ունենք եւ մեր բոլոր նաև աշխարհասփյուր հայությանը ես կոչ եմ անում ձեռներեցներին, քաղաքացիներին մեր հանրապետության գալ Հայաստան եւ իրենց գործունեությամբ ամրապնդել այն խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունների զարգացումը, որը այս պահին մենք կառուցում ենք։ Շնորհակալություն։